Երբ որ մեկտեղվում ենք մտածելու, խորելու հանուն մեր սրբազան Հայաստանի վաղվա օրվա, պետք է մտածենք ինչ լուծումներ տանք։ Ոչ թե վահանակալված պաշտպանվենք երևույթներից, այլ բացենք վահանը ու տեսնենք ուր է մեր վերքը, որ վերքը պիտի բուժենք, որ երկիրը երկիր ձևավորվի։ Այսօր ցավով եմ նայում, երբ որ տեսնում եմ կոմայգու առջև կանգնած մեր հայ տղաներին, արդյոք սա էր անկախությունը։ Ցավով եմ նայում Երևանյան լճի մոտ կանգնած դեռատի հայ աղջիկներին 18-20 տարեկան, որոնք անբարոյականությամբ են զբաղվում, արդյոք մեզ համար անկախություն արժեք նշանակում էր անբարոյականության անկում եւ նմանատիպ երևույթներ այն ինչ վերջերս լսեցի որ հոկտեմբերյանում երիտասարդ տղաները բենզին են սրսկվում որից քայքայվում է ամբողջ մարմինը մարդու եւ թարախակալված մահանում են երիտասարդ տղաները, սա մեզ համար խնդիր է, ազգային խնդիր, դա Պողոսի Մարկոսի խնդիրը չէ, ամեն մի Պողոս իմ անկախտելիության մասնիկն է, որովհետև իմ հայ եղբայրն է, մենք ուզում ենք մեր սրբազան երկրի վաղվա օրը տեսնել այնպիսին, որպիսին ոչ թե կուզենք երազել, այլ որպիսին կուզենք տեսնել։ Դե կոմիտաս, իմ հարցադրումը այսպիսին էր, այդ ձեր նկարագրածները գումարելով իմ նկարագրածին, արդյոք մենք չենք տանում մեր պետությունը նրան, որ ինչ-որ մի կետից սկսած մենք ունակ չենք կլնելու մեզ պաշտպանել։ Պարոն Ամրանյան ասում է՝ մի խտասեք, դες բան չկա։ Մի քիչ լավ, մի քիչ վատ, մենք մեզ միշտ կզարթնենք բարոյական առումով, երբ որ կետը գա։ Ինչքան հիվանդությունը թողնեք զարգանա, այնքան նա կդառնա մահացու։ Եթե սկզբից եւ այդ չկանխեք քաղցկեղը, որ քաղցկեղ է, եթե սկզբնական ստադիայում եք կանխում, հնարավոր է բուժումը, բայց որոշ պահից հետո այլևս դառնում է անհնարին։ Ես կուզենամ, որ մենք կանխենք, չնայած արդեն մի քիչ ուշացած ենք, բայց գոնե հիմա կանխենք։ Այլապես մետաստազը կսկսի տարածվել, որը մեզ համար ցանկալի չէ։